Անետ Կորացի եւ Գերեվարվածի ծնողներ ուշադիր լսեք։ Բայրամովը բացահայտեց Նիկոլի ողջ գարշելի դավաճանությունը։ Եվ ես արդեն հստակ հավատում եմ, որ այդ 5 միլիարդը, որ տվել են Նիկոլին Արցախ հանձնելու համար, դա իրականություն է։ Բայրամը իր բերանով ասել է, մենք ասացինք, որ պետք է Նիկոլը համաձայնեց, որ հողերը կտան, բայց վախենում են, որ իրենք կսպանեն հողերը տալու համար։ Դրա համար Ալիևի մշակեցին օպերացիան, եւ ես հավատում եմ այն լուրերին, որ Հոխիկյանը եւ մնացածները տարածել էին, որ ասել են 5000 հայ կսպանեն եւ ժողովուրդը վախից սուս կանի։ Ձեր որդիներին տարեք կոտորել է Նիկոլ Դավաճան տականքը, որպեսզի ժողովրդին վախեցնի նոր պատերազմի սպառնալիքով եւ այսօր էլ վախեցնում են նոր պատերազմի սպառնալիքով հանուն իր իշխանությունը պահպանելու եւ վերարտադրվելու համար։ Ինչու քրեական գործ չեք հարուցում Բայրամի հայտարարությունների համար։ Եվ Բայրամը սխալ է ասել կամ ճիշտ է ասել, ինչու քրեական գործ չեք հարուցում։ Որտեղ կբացահայտվի, որ ճիշտ է ասվել։ Բայրամը հստակ ասել է, որ Արցախի հանձնումը պայմանավորված է եղել։ Արցախյան պատերազմը դավաճանված է եղել։ Դավաճանված է եղել։ Իհարկե այսօրվա Արցախի հերոսներ, այն հերոսները, որոնք զոհվել են հերոսաբար փառքով, այսօր իրենց սեփական որդիների եւ ծնողների կողմից ծաղրի են ենթարկվում։ Ծաղրի են ենթարկվում։ Ակնառու փաստը Էջմիածնի ընտրությունները։ Ես անձամբ Արցախյան պատերազմի ժամանակ եւ 5-րդ բրիգադի հրամանատար նշանակեցի Մանվել Գրիգորյանին, որը փոխարինեց Մարտզյան Ռենիկին, փոխգնդապետ Մարտզյան Ռենիկին, կադրային ակադեմիական կրթության սպային, եւ անցան հակահարձակման մեջ շենում տեղակայվեց Մանվել Գրիգորյանի շտաբը։ Ես եղել եմ մեջ շենում եւ մեջ շենում պատիվ եմ ունեցել հաց ընկերը Ջերմուկի համոյի հետ եւ Էջմիածնից մեխակ էին ասում, իր պազիվնոյն մեխակ էր։ Ես մինչեւ հիմա ինձ թվացել թե իր անունն է մեխակ, բայց վերջերս իմացա, որ իր ազգանունն է։ Մենք շատ ենք շփվել այդ տղայի հետ։ Զոհվեց։ Եվ եթե իր որդին այսօր ձեռք է մեկնում Նիկոլ Փաշինյանի նման դավաճանին, ով Արցախը հանձնեց, եւ այն հողը, որտեղ արյուն էր թափվել, հերոս մեխակի արյունն էր թափվել, իր որդին պիղծ, ստոր, գարշելի դավաճանությամբ հանուն փողի, հանուն պաշտոնի նիկոլական դարձավ։ Ասեմ քեզ, Էջմիածնում եւ այն աշխարհում, այս աշխարհում հանգիստ չես ունենալու, հորդ հերոս հոգին հալածելու է քո նման դավաճանին։ Բայց ասեմ ձեզ, որ Էջմիածնի ընտրության Նիկոլին ընտրելու փաստի վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ Անաստակերտ Ցորենի ներկրումը։ Եվ Էջմիածնեցիները, որոնք Անաստակերտ Ցորեն անունը լսեցին, Նիկոլին դարձեցին հերոս եւ գնացին 48% նիկոլական դարձան։ Անաստակերտ Ցորենը Էջմիածնեցիներին մեծ ոգևորություն առաջացրեց։ Նրանք ովքեր Նիկոլին են ընտրել, դրանց եմ ասում ձեզ։ Դուք չեք ընտրել հերոս մեխակի որդուն, դուք ընտրել եք դավաճան որդուն եւ ընտրել եք դավաճան Նիկոլին։ Եվ ոգևորել եք Նիկոլին այդ դրա համար ընդդիմադիր կուսակցության 8 ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործ է հարուցել, որովհետև նրանք կամարձակվել են ջախջախել Նիկոլին։ Նայեցեք, Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգիրքը խախտելով վարչապետի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի 8 նախարարները, 3000 ոստիկաններ եւ պետական ողջ ռեսուրսի կիրառմամբ ընտրություններ են կազմակերպել եւ ընտրել են ընտրության իրավունք ունեցողի եւ ընտրության մասնակիցների 40%, ընտրության իրավունք ունեցողների 28%-ը։ Բայց նրանք ովքեր ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն Ավինյանի հայրը ճիշտ է ասել, որ դուք համբալ եք։
Եվ դուք իրավունք չունեք, այ համբալներ, ապրելու այս աշխարհում, մեքենա վարելու այս աշխարհում, ճիշտ է ասել, գիտես, համիտ եմ։ Նիկոլ անցել է, Նիկոլն անցել է վերջին արարին։ Վերջերս դուք գիտեք, որ տեղի ունեցավ թուրքալեզու երկրների համաժողով, որտեղ Ալիևը շատ մեծ ելույթ ունեցավ Զանգեզուրի միջանցքի մասին։ Ասես, որ Զանգեզուրի միջանցքի ճանապարհային շինարարությունը կավարտվի այս տարի, երկաթգծի շինարարությունը կավարտվի մյուս տարի, եւ հայտարարեց, որ նա չասեց Թրամփի միջանցք, նա չասեց Հայաստանի Հանրապետության միջանցք, նա ասեց Զանգեզուրի միջանցք, ադրբեջանական Զանգեզուրի միջանցք։ Այսինքն Զանգեզուրի միջանցքը այդ Թրամփի անունը դրեցին, որպեսզի ժողովուրդ քեզ հերթական անգամ խափեն, եւ դու խափվեցիր, որովհետեւ դու ուզում ես, որ քեզ խափեն։ Թրամփի միջանցք չկա, կա Զանգեզուրի միջանցք։ Եվ Ալիևը իր ելույթում 3 անգամ կիրառեց Զանգեզուրի միջանցքը եւ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ միջանցքի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեն։ Ավարտելով խոսքս ուզում եմ այսօրվա ամփոփել այսօրվա խոսքս եւ ասել. Նիկոլ Փաշինյանը անաստակերտ ցորենի ներկրմամբ տարեկան եւ ցորենի հացամթերքի գների բարձրացման միջոցով տարեկան 500 միլիոն կոռուպցիոն սխեմա է ստեղծել։ Նիկոլ Փաշինյանը բժշկական ապահովագրության անվան տակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 287 միլիոն դոլար փող է հավաքում։ Դուք մի կարծեք, որ դրանք թվեր են հենց այնպես։ Դրանք աղքատացնում են մարդուն։ Դրանք մարդուն փողազրկում են, ֆինանսապես դնում են կախյալ վիճակից մեջ։ Եվ Նիկոլը ոչ թե նոր աշխատատեղեր, ընդլայնված վերարտադրություն է ստեղծում պետության զարգացման համար, այլ քերթում է, թալանում է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Թալանում է նրա համար, որպեսզի թուրքը ազատ տեղաշարժվի Հայաստանի Հանրապետության տարածքով։ Գրենադայում կամ Աքիլեսյան սյուներ կոչվող հատվածը, որտեղ միջերկրական ծովը միանում է Ատլանտյան օվկիանոսին։ Դա 100 տարվով տրված է Անգլիային, այնտեղ ծածանվում է Անգլիայի դրոշը։ Ոչ մի իսպանացի իրավունք չունի այնտեղ գնալու։ Եվ Իսպանիայի օրենքները այնտեղ չեն գործում։ Նույնը Զանգեզուրի միջանցքում գործելու է Ադրբեջանի օրենքները եւ Հայաստանը այնտեղ ներկայություն ընդհանրապես չի ունենալու։ Չի ունենալու։ Ժողովուրդ, եթե անաստանկեր ուտելուց հետո դուք նորից Նիկոլ Փաշինյանն ընտրեցիք, ես նորից եմ ասում, դուք կործանման եզրին եք կանգնած։ Սթափվիր, ժողովուրդ։ Սթափվիր։ Հանուն քո ապագայի, սթափվիր։ Նիկոլը թալանել է, Աննան թալանել է, ԿՊԱ-ականները թալանել են եւ թալանելու են, որովհետեւ նրանց լոգոն թուրքական արտադրության լոգոն է։ Նրանց կարգախոսը ապագա կա ապագա, գելեչեք վար գելեչեք, թուրքական հայրենիք կուսակցության կոչն է։ Իսկ այս սրտիկը, որ Նիկոլն անում է, առաջին անգամ այն կիրառել է թուրքական քեմալական կուսակցության առաջնորդը։ Չեք հավատում, իմ Facebook-յան էջում ես դրել եմ լայնորեն նայված YouTube-յան կայքերից այդ նույն պատկերը, ինչպես է թուրքական այդ գործիչը առաջին անգամ այդ սրտիկը ցույց տալիս։ Այնպես որ Նիկոլը ոչ մի նոր բան չի անում, ոչ լոգոն է նոր, ոչ լոզունգն է նոր, ոչ էլ սրտիկն է նոր, դա թուրքական է։ Ոչ էլ ծնկի եկած աղոթելն է նոր։ Դա էլի մուսուլմանական է։ Ավարտելով խոսքս հայ ժողովուրդ ոտքի կանգնիր։
քո փրկությունը քո միասնության հավաքական ուժի ու պայքարի մեջ է։